Եթե չես զգում օծանելիքի բույրը քեզ վրա, ուրեմն այն համապատասխանում է քեզ։ Սխալ է, դա ունի շատ բարդ ֆիզիոլոգիական բացատրություն։ Մարդիկ ընտելանում են օծանելիքի բույրին, իհարկե տարբեր օծանելիքների դեպքում այդ գործընթացը ունենում է տարբեր տևողություններ, օրինակ վանիլային եւ տաք բույրերի պարագայում մարդիկ ընտելանում են ավելի արագ, քան փայտայինների։ Դուք կարող եք չզգաք ձեր օծանելիքի բույրը, բայց ձեր շրջապատող մարդիկ անպայման կզգան այն։ Նախքան հաջորդին անցնելը անպայման հետևիր իմեջին։ Օծանելիքներում օգտագործվում են կենդանական ծագման բաղադրիչներ, բույրերի կայունությունն ու խորությունը ապահովելու համար։ Նախկինում այո, իսկ այժմ այդ տենդենսը քիչ-քիչ անհետանում է։ Օրինակ ամբրա բաղադրիչը վերցվում էր կատվածական ստամոքսից, իսկ մուսկուսը առու կենդանիների գեղձերից։ Այժմ բրենդները օգտագործում են դրանց սինթետիկ փոխարինիչները բնապահպանական գործոններից ելնելով։ Նիշային պարֆյումերիայում կա մի բրենդ, որի բույրերը ոգեշնչված են լեգենդար ադամանդներից։ Ճիշտ է, խոսքը Arlov պարֆյումի մասին է, որն ունի 22 բույր եւ յուրաքանչյուրը նվիրված է պատմության մեջ կարևոր դեր ունեցած ադամանդներին։ Օրինակ Sea of Light բույրը ոգեշնչված է աշխարհի ամենախոշոր վարդագույն ադամանդից, որի քաշը 182 կարատ է։ Իդեպ բրենդի անվանումը ինքնին ոգեշնչված է 189.62 կարատ քաշով ադամանդից, որը այժմ գտնվում է Եկատերինա II կայսերական գավազանում, Կրեմլի թանգարանում, Մոսկվայում։ Ջուլիետ Հեզեգան բրենդի անվանումը կապված է Շեքսպիրի Ռոմեո եւ Ջուլիետ ողբերգության հետ։ Ճիշտ է, սակայն Ջուլիետը արդեն 21-րդ դարում է եւ նա այլևս զոհ չէ, այլ ուժեղ կին, ով ունի իր զենքը օծանելիքի տեսքով։ Երևանում նիշային օծանելիք գնելը ավելի ձեռնտու է, քան պաշտոնական կայքից պատվիրելը։ Ճիշտ է, եթե խոսքը վերաբերվում է X Molecules խանութների ցանցին, որը հանդիսանում է ավելի քան 40 բրենդների պաշտոնական ներկրողը Հայաստանում։ Օծանելիքները վաճառվում են պաշտոնական կայքերի նույն արժեքով, այսինքն գնելով X Molecules-ից դուք կխնայեք շիփինգի եւ օծանելիքը Երևան հասցնելու ծախսերը։ Չմոռանաք հավանել այս հոլովակը եւ մեկնաբանություններում նշել, թե որ փաստը առավել զարմացրեց ձեզ։